կարող եք ասել, հիմա էլ փաստորեն զոհված զինծառայողների ծնողներից պարոն Ռոստոմյանին են ուզում բանտարկել, ինչու է այս իշխանությունը այսքան վախեցած եւ ինչ վտանգ կարող էր լինել ընդհանրապես սրբազան պայքարից։ Ես կարծում եմ, որ ցանկացած հայ մարդ, որը ունի մի փոքր արժանապատվություն, չի հաշտվում այն ամենի հետ, ինչ որ կատարվում է մեր երկրում եւ ավելին ունի համարձակություն, արժանապատվություն իր կարծիքը հայտնելու, ընդամենը կարծիքը հայտնելու, չեմ ասում որևէ ավելի մի բան, ընդամենը կարծիք հայտնելու, նա անպատիժ չի մնալու, բայց դա, ասում եմ, բնական կենսական պահանջ է ցանկացած նորմալ մարդու համար։ Մենք պայքարել ենք մի իշխանության դեմ եւ պայքարում ենք եւ շարունակելու ենք պայքարել մի իշխանության դեմ, որին մեղադրում ենք շատ հիմնավոր պատճառներով պատերազմի համար, նրա համար, որ տեղի ունեցավ պատերազմ, մեղադրում ենք մեր հազարավոր տղաների կորստի համար, մեղադրում ենք Արցախի կորստի համար, մեղադրում ենք այն ամեն օրվա խայտառակության համար, որ այսօր ապրում է Հայաստանը, իր արտաքին քաղաքականության ոլորտում, չնայած կարծում եմ, որ մենք արդեն արտաքին քաղաքականություն էլ չունենք, մեր փոխարեն ուրիշները որոշում են։ Անպատիժ չենք մնալու, գիտենք, մենք 7 տարի ապրում ենք այս երկրում, գիտենք ինչ հետևանքներ կարող է ունենալ, ամեն ինչ տեսել ենք, այսօր մեզ համար որևէ անակնկալ չկար, իսկ այդ բարձրագոչ վերնագրերը, հայտարարությունները, ահաբեկչություն եւ այլը, Civic-ում տեղադրված այդ հայտարարությունը անկեղծ ասած ցանկություն էլ չունեի նույնիսկ կարդալու, որովհետեւ գիտեմ ինչ մակարդակով են շատ հաճախ այդ մեղադրանքը կարվում, ներկայացվում, այդ ամեն ինչը, ոչ ցանկություն ունեի, ուղղակի Facebook-ը թերթում էի, այդպես աչքովս ընկավ հերթական, որ պարզվում է այդ ահաբեկչությունը 1 տարի առաջ պետք է լիներ, ես ինչքան հասկացա, բայց մի տարի ինչով եք զբաղված եղել, որ այդ ահաբեկչությունը մի տարի հետո եք բացահայտել։ Ծիծաղելի է, որովհետև ես ինչքան էլ որ ցանկանամ պայքարել, ինչքան էլ որ համոզված լինեմ, որ արդարությունը պիտի հաղթի, ես երբևէ չէի գնա մարդու հետևից, որը անօրինական ինչ-որ քայլերի կարող էր դիմել, դրա համար ես շատ բարձ ճակատով կանգնել եմ հոգևորականի կողքին եւ ոչ պատահական հոգևորականի կողքին, որը տարիներ շարունակ իր վարքագծով գոնե ապացուցել է, թե ինքը ինչքան սիրում է ժողովրդին եւ ինչ տեսակ վերաբերմունք ունի ընդհանրապես մարդը, մարդկային հարաբերությունները եւ այսպես ակնկալել, մտածել, որ Բագրատ Սրբազանը ինչ-որ հանցագործ եղանակներով պետք է իշխանափոխության հասներ, այն էլ 1 տարի առաջ ակազվից է, այսպես ասած, շատ ծիծաղելի է, իսկապես շատ ծիծաղելի է, ցավալի է, որ մենք դեռ այս ամենի մեջ ենք, ասում եմ, ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, ձայնագրություն մոնտաժված, մենք ինչքան այդպիսի մոնտաժված ձայնագրություններ ենք տեսել, մենք դրա հարուստ ավանդույթները ունենք։ Բազմաթիվ նաև գործեր կան իշխանազավթման հետ կապված, բազմաթիվ անձանց մեղադրանքներ էին նաև առաջադրել, բայց հրայր կար, շատ համեստ, ինչքան տեսել եմ այդ տղային, վերին աստիճանի համեստ, երիտասարդ աղջիկ, կին, այսինքն ոչ մի սրբություն չկա, մենք այդ ամենը տեսել ենք, մեզ համար ոչ մի նորություն չկա, բայց ասում եմ, ցանկացած արժանապատվություն ունեցող մարդու համար կենսական պահանջ է ասել ճշմարտությունը, չհաշտվել այն ամենօրվա նվաստացումների, ստորացումների հետ, չհաշտվել, որ այս մարդիկ, որոնք այս տեսակ բոլոր սրբությունները ոտնատակ են տվել, այս ձևով կառավարում են երկիրը, եղել են քո 18-19 տարեկան երեխու կորստի պատճառը։ Իրենք երբ են պատասխանատվության ենթարկվելու եւ հասարակությունը պայքարի դուրս գա, երբ որ այս հասարակությունը չհաշտվի այս իրավիճակի հետ, անտարբերություն չլինի, հիմա տեսնում եք բացի ծնողներից եւ մի քանի ոստիկաններից դատարանի առաջ մարդ չկա, այս ինչ է նշանակում, նշանակում է, որ հասարակության համար միևնույնն է, այդ ցավը տարել ենք մենք, այդ ցավի կրողը մենք ենք, ինչ եղել է մեր ընտանիքներին է եղել, բոլորի համար միևնույնն է, թե ինչ կլինի մեր հետ։ Գիտեք ինչ, մեծ հաշվով, ես ցանկացած ընդդիմադիր շարժման գնացել միացել եմ, որովհետև դա ինձ համար շնչելու հնարավորություն է, որովհետև ես իմ գոյությունը որևէ կերպ չեմ կարող արդարացնել։ Դավիթից հետո ես չեմ կարող իմ գոյությունը ուղղակի արդարացնել։ Ցանկացած շարժում ինձ համար հնարավորություն է մի քիչ շնչելու եւ արդարացնելու իմ գոյությունը, որ ես իմ երեխու մահվան տարած
հանցագործների արածի հետ չեմ հաշտվել։ Ցանկացած ընդդիմություն, որը եղել է փողոցում, ես եղել եմ իրենց կողքին։ Հիմա էլ Սրբազան այս շարժման կողքին հաջորդ ընդդիմությունը կգա, հաջորդի կողքին կլինեմ։ Մինչև վերջին շունչս ես ընտրություն չունեմ, ես այլընտրանք չունեմ, միայն օրինական ճանապարհով։ Ասում եմ, նույնիսկ իմ այդ արդարության շատ մեծ ցանկության դեպքում անգամ որևէ անօրինական բան ինձ համար անընդունելի է եւ ես կրկնում եմ ավելի մոտ շփվել եմ այդ շարժման մեջ եմ եղել ավելի վստահ եմ եղել որովհետեւ համոզված եմ եղել որ Սրբազանը իր կերպարով որևէ անօրինականություն թույլ չի տա իսկ այն ինչ որ փորձում են վերագրել իրեն ուղղակի ծիծաղելի է ամոթ է եթե այս հասարակությունը պետք է նորից հերթական անգամ խաբվի եւ հետո Տուշոնկա երկրորդ օպերացիայի նման ասի վայ ոնց խափեցին մեզ ախր ոնց հավատացինք եւ այլը հիմա նորից պետքա այդ բանի մեջ ընկնի ուրեմն հասարակությունը ինքը իր խնդիրը ունի ես ասում եմ իմ հոգեկան պարտքն եմ կատարում իմ շնչելու հնարավորությունն է ցանկացած պայքար